Համահայկական աշխարհագրական ասոցիացիան ներկայացնում է։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հանրային հեռուստատեսության եթերում Օտարամայի ճամփեքի վրա ծրագրի 398-րդ թողարկումն է, եւ 398-րդ ճամփան բերեց մեզ Ղրիմ։ Ժամանակին մենք պատմել ենք տեղի մի քանի քաղաքների մասին, որոնցում բնակվում են մեր հայրենակիցները՝ Սիմֆերոպոլ, Ֆեոդոսիա, Սուդակ եւ Պատորիա, Յալթա եւ Կերճ։ Քանի որ այսօրվա հաղորդումը նվիրված է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարելիցին, մենք կրկին վերադարձանք Ղրիմ, որտեղ ամենուր կարելի է տեսնել այդ հաղթանակին նվիրված հուշարձաններ։ Դրանցից շատերը կրում են վկայություններ նաև հայ ազգի զինվորականների մասին։ Ինչպես նախկին խորհրդային միության ողջ տարածքում, Ղրիմում նույնպես ամեն տարի կազմակերպվում են մայիսի 9-ին նվիրված տոնական միջոցառումներ։ Այստեղ գտնվելու ընթացքում մենք համոզվեցինք, որ Ղրիմում ապրող տարբեր ազգությունների մարդիկ շատ հոգատար վերաբերմունք ունեն երկրի անցյալի եւ այստեղ ապրող վետերանների հանդեպ։ Ղրիմի հերոսական անցյալ ունեցող քաղաքներից մեկը Սևաստոպոլն է, որի մասին էլ կպատմենք այսօրվա ծրագրի ընթացքում։ Այստեղ երկրորդ համաշխարհայինի ժամանակ պաշտպանական թեժ մարտեր էին ընթացել, որոնցում իրենց դերն են ունեցել նաև հայերը։ Նրանց մենք դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ շրջենք քաղաքով։ Հարուստ անցյալ ունեցող այս բնակավայրի մասին առաջին հիշատակությունները վերաբերում են անտիկ ժամանակներին, երբ այստեղ հունական գաղութ էր, որը հետո մտավ հռոմեական կայսրության մեջ։ Բնակավայրի անունը հունարենից թարգմանաբար նշանակում է վեհաշուկ կամ փառավոր քաղաք, եւ Սևաստոպոլն այդ անվանումը պատմության ընթացքում լիովին արդարացրել է։ Հռոմեական տիրապետության շրջանին փոխարինեցին թուրք զավթիչների արշավները եւ շուրջ 300 տարի տեղանքը գտնվել է Օսմանյան կայսրության փաստացի իշխանության տակ։ Միայն 18-րդ դարում Եկատերինա II-ի կառավարությունը, որը պայքարում էր դեպի ծով ելք ունենալու համար, սկսեց ազատագրել քաղաքն ու մոտակա բնակավայրերը թուրքերից։ Արդյունքում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի Ղրիմը ստացավ անկախություն, իսկ ցարական Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանալով հզորացնել իր ներկայությունն այստեղ, կառուցեց Սևաստոպոլի հայտնի նավահանգիստը, որտեղ մինչ այժմ տեղակայված են ռուսական զորքեր։ Քաղաքի պատմությունն առհասարակ լի է պատերազմներով։ Սևաստոպոլը կենտրոնական դեր էր խաղում 19-րդ դարում ընթացող Ղրիմյան կամ Արևելյան պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ էին դուրս եկել բրիտանական, ֆրանսիական եւ օսմանյան զորքերը։ Որպեսզի թշնամու ռազմական նավերը չկարողանան մոտենալ ափին, որոշում կայացվեց ափամերձ ջրերում խորտակել ռուսական նավերը։ Քաղաքի անվտանգության համար զոհաբերված նավերի իշատակին այստեղ տեղադրվել է հուշարձան։ Սևաստոպոլի շուրջ 350 օր տևած պաշտպանության մասին շատ գրքեր եւ հրապարակումներ կան, իսկ Վիկտոր Հյուգոն նույնիսկ համեմատել էր քաղաքի պաշարումը Տրոյայի պաշարման հետ։ Սևաստոպոլի այցեքարտերից մեկը քաղաքի պաշտպանության հերոս Ծովակալ Նախիմովի արձանն է։ Պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ քաջ ծովակալի հուհարկավորության օրը ափից ոչ հեռու կանգնած անգլիական նավերից ոչ մի կրակոց չի արձակվել քաղաքի ուղղությամբ։ Ընդհակառակը, իմանալով Պավել Նախիմովի մահվան մասին, թշնամիները լռությամբ հարգել են նրա հիշատակը։
Նույնքան հերոսական դեր խաղաց Սևաստոպոլը երկրորդ համաշխարհայինի ընթացքում, ինչի մասին հիշեցնող վկայություններ կարելի է տեսնել քաղաքի բոլոր հատվածներում։ Սևաստոպոլի նավահանգստում վեր է խոյանում կոթող, որը պատկերում է միաժամանակ Սվին եւ Արագաստ եւ խորհրդանշում հերոս քաղաքի ծովային սահմանապահը լինելը։ Հայրենական պատերազմի հենց առաջին օրերին քաղաքի հրետանին թույլ չտվեց ոչնչացնել նավատորմը, ինչին ձգտում էին ֆաշիստական զորքերը։ Սևաստոպոլի այգիներից մեկում 1979 թվականին բացվեց հուշահամալիր նվիրված հայրենական պատերազմի տարիներին բնակավայրի պաշտպանության գործում մեծ ավանդ ունեցած նավերին։ Այստեղ ցուցադրված են այն ժամանակ օգտագործվող զինատեսակների նմուշներ, իսկ ականակիրների ցանկում նկատելի է Շահումյան նավի անվանումը։ Ղրիմ գերմանական բանակի ներխուժումից հետո Սևաստոպոլը շուրջ 250 օր դիմադրել է պաշարմանը։ Քաղաքն ազատագրվեց 1944 թվականի մայիսի 9-ին եւ այդ օրն այստեղ նշվում է որպես կրկնակի տոն։ Զինվորական թեմատիկան տարածված է Սևաստոպոլում եւ այստեղ գրեթե ամեն ինչ հիշեցնում է քաղաքի հերոսական անցյալի մասին։ Դրանում իրենց տեղն ունեն նաեւ մեր հայրենակիցները, որոնց անունները նույնպես առկա են բազմաթիվ հուշակոթողներում։ Դրանցից մեզ համար երևի թե ամենակարևորը Թամանյան 89-րդ դիվիզիայի զինվորներին նվիրված հուշարձանն է, տեղադրված 1961 թվականին։ 89-րդ դիվիզիան երկրորդ համաշխարհայինի առաջին իսկ օրերից մասնակցել է ռազմական գործողությունների Կովկասում, Ղրիմում եւ հասել մինչեւ Բերլին։ Հուշակոթողի վրա գրված են զոհված մարտիկների անուններն ու երախտիկի խոսքեր հայերեն եւ ռուսերեն լեզուներով։ Լեգենդար դիվիզիայի անդամներից մեկին մենք հանդիպեցինք Հայաստանում, Աբովյան քաղաքում։ 41 թվին Ադրբեջանի Հանրապետությունից զորակոչվել եմ եւ մտել Հայաստանում կազմակերպվող 89 հրաձգային դիվիզիայի շարքերը։ 42 թվին օգոստոսին դիվիզիան մեկնելա Հյուսիսային Կովկաս, Թերը գետի ուղղությամբ հատկացվել է դիվիզիային պաշտպանության գիծ Նալչիկ Մալկաբեկի ուղղությամբ։ 43 թվի հունվարի 5-ին դիվիզիան պաշտպանությունից անցել է հարձակման։ Ամբողջ Հյուսիսային Կովկասով, Կրասնոդարի, Ստավրոպոլի, Ռոստովի, այնուհետև Նովորոսիյսկի ուղղություններով, մարտերով դիվիզիան 43 թվի հոկտեմբերին ազատագրել է Թամանի պոլուօստրովը, որի համար արժանացել է Թամանյան կոչմանը։ 43 թվի նոյեմբերի 23-ին դիվիզիան Ազովյան-Սևծովյան նեղուցի վրայով
դեսանտայիջեցվել Ղրիմի թերակղզի, ամբողջ 43 թվի աշունը, ձմեռը չի հաջողվել ազատագրել քաղաք Կերչը, որը դիվիզիայի նպատակն էր։ Միայն ապրիլի 27-ին դիվիզիային հաջողվել է Կերչը գրավել։ Այնուհետև դիվիզիան շարժվել է Բախչիսարայ, Կարասու բազար եւ միայն մայիսի 12-ին մտել եւ ազատագրել է Սևաստոպոլ քաղաք, որի համար դիվիզիայի 390 գնդին շնորհվել է Սևաստոպոլյան կոչումը։ Ծրագիրն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։ Ծրագրի պաշտոնական գործընկեր Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, միասին դեպի բարեկեցություն։ Ծրագրի գլխավոր հովանավոր Վիվասել MTS։ Վերցրեք հեռախոսն ու գումարը, ձեռք բերեք Android համակարգով MTS Ego սմարթֆոնը ընդամենը 149,000 դրամով և ստացեք բոնուս հեռախոսի գնի ամբողջ գումարի չափով։ Գումարը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում կատարելով զանգեր ցանկացած ուղղությամբ, ինչպես նաև օգտվել ինտերնետից և այլ վճարովի ծառայություններից։ Վիվասել MTS, սպասեք ավելին։ Օտարամայի ճամփեքի վրա հեռուստանախագիծը վերադառնում է Սինգապուրի Հանրապետություն։ Աշխարհի ամենահետաքրքիր քաղաքներից մեկի զարգացման գաղտնիքն ու տնտեսական հրաշքը, աշխարհի ամենագեղեցիկ թռչունների այգին եւ ամենամեծ անիվը, վարժանքների աշխարհարչակ կենտրոնն ու կանաչ անվերջությունը, ինչպես նաեւ անհոգ մարդիկ ու երջանիկ կենդանիները Օտարամայի ճամփեքի վրա ծրագրում։ Մայիսի 17-ին հանրային հեռուստատեսության եթերում։ Սևաստոպոլի ոչ միայն անցյալն է կապված հայերի հետ, այլև ներկան։ Տեղի հայ համայնքի անդամները ակտիվորեն մասնակցում են հասարակական կյանքին եւ ներկայացված են գրեթե բոլոր ոլորտներում։ Մեր հայրենակիցների անուններ կան նաեւ քաղաքի պատվո տախտակին։ Մենք հանդիպեցինք նրանցից մեկին, Լարիսա Արությունյանին, որը եւ մեզ ուղեկցեց քաղաքում նկարահանումների ժամանակ։ Քաղաքում կա հայկական համայնք, որին կից ակտիվ գործունեություն է ծավալել երիտասարդական կազմակերպությունը։ Հայ ազգային տոների օրերին այստեղ կազմակերպվում են համերգներ եւ այլ միջոցառումներ։ Սևաստոպոլում մենք ստեղծել ենք մեր հայկական փոքրիկ անկյունը, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է ինչպես իր տանը։ Իհարկե ամենացանկալի իրադարձություններից մեկն այցելությունն է Սուրբ Խաչամալիր, որտեղ ամեն տարի հավաքվում են Ղրիմում ապրող հայերը։ Հույս ունեմ, որ Սևաստոպոլում էլ շուտով կգործի հայկական եկեղեցի, որը կրելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անունը։ Մենք ուղևորվեցինք այն վայրը, որտեղ նախատեսվում է հայկական եկեղեցու կառուցումը։ Մենք ուզում ենք հայկական խրամը տնենք, Գագարին աջին, որ ամեն իմանան հայություն կա այստեղ։ Սևաստոպոլում հայերը շատ են առաջ ապրել են 1000 տարի առաջ, ու 1500 մարդիկ են ապրում։ Ու ոնց կա մեծ են, փոքր են, բոլորն էլ իրար հետ են։ Հայկական վկայությունների հետքերով մենք ուղևորվեցինք Սևաստոպոլի եղբայրական գերեզմանատներից մեկը։ Մեծ տապանակարերից յուրաքանչյուրի տակ իրենց վերջին հանգիստն են գտել տասնյակ զինվորներ։ Եղբայրական այս եւ մի քանի այլ գերեզմանատներն այստեղ համարվում են մշակութային ժառանգություն եւ գտնվում են պետության հսկողության տակ։
1950-ական թվականներին Սևաստոպոլ տեղափոխվեց նաև Լազար Սերեբրակովի աճյունը։ Հայազգի ծովակալ Ղազար արծաթագործյանը ողջ կյանքը նվիրել է իր ծննդավայրի Ղրիմի պաշտպանությանը, եղել Պոլտավա նավի հրամանատարն ու մասնակցել 19-րդ դարի առաջին կեսին այստեղ ընթացող գրեթե բոլոր մարտերին։ Բայց հայերի մասնակցությունը Ղրիմում տեղի ունեցած ռազմական գործողություններին չի սահմանափակվում միայն Սևաստոպոլ քաղաքով։ Կերչում երկրորդ համաշխարհայինի ժամանակ նույնպես դաժան մարտեր էին ընթացել, եւ այստեղ եւս շատ են հաղթանակը մարմնավորող հուշարձանները, Հավերժ կրակը, անմահ հերոսների իշատակի կոթողը եւ հուշատախտակը, որի վրա կրկին հանդիպեցին հայերի անուններ։ Կերճում շատ դաժան կռիվ եղավ, շատ անչափ դաժան կռիվ եղավ եւ մենք կարողացանք ազատել Կերճը։ Կերճը Վոլգարադա, Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, պես մինչև հասանք Բերլինը, կարողացանք հաղթել։ Մենք դաշտում կռվում ենք, ես էլ այդ ժամանակ պամուշտին կամայնեզոտ, ուրեմն տանկեր գալիս են, բայց մենք վերցինք մեր հետը, մեշամուշկի մեջ կար, պրո տանկի оружие, եւ մեր ժամանակ մի 2-3 հատ վերցրի հետո, հետո շարժկատել բուտել կա։ Պեսը մարդն տանկը գալիս են վրա։ Ոնց անեմ, միտեղ մի կթա մի հատ փոքր տեղ, ասինչ կնեմ, ոչինչ չիմացարից, զատո հանիքա մերում կռվում։ Եվ պարգեցի ես, տանկն եկան վրով անցավ։ Այս ժամանակ ընթացքում ես արգե դողումի, բայց չկործրեցի, պրո տանկի оружие մի հատ գցեցի բանում, մատուրի վրա, հետի մասը, մյուսն եկա, մի հատ էլ կար, ընդեր գցեցի եւ ժաժգադի բուտոլ կարը գցեցի ու անջաբես դուրս եկա փախա անտարանը տա։ Տեսնում արդեն մերոնք եկան, տանկերը եւ դրան փախան այգի։ Այդ ժամանակ մացավ ես ստացա, այսպես սած այս ուժեր Красный звезда մեդալը։ Կերչից մենք ուղևորվեցին Գլազովկա գյուղ։ Այստեղ է գտնվում 390-րդ դիվիզիայի զինվորների եղբայրական գերեզմանը, որտեղ տեղադրված է զոհերի իշատակը հավերժացնող հուշարձան հայատառ արձանագրությամբ։ Մեկ այլ հուշակոթող նվիրված է վրաց զինվորներին։ Հետաքրքիր է հարևանությամբ գտնվող գերեզմանոցի պատմությունը։ Այստեղ իրենց հանգիստն են գտել մեծ հայրենականի շատ զինվորներ, որոնց իր ուժերով հուղարկավորել է տեղի բնակիչ Մեֆոդի Յարոսլավսկին։ человек сам дедушка похоронил։ Գերմանացիներից թաքուն նա բերել է այստեղ մահացածների դիերը։ Նա ինքնուրույն հողին է հանձնել 56 հոգու։ Մոտակայքում կար զինվորների գերեզման, այն առաջինն էր, սա երկրորդը։ Նահատակների աճուները տեղափոխվեցին այստեղ եւ ստացվեց այս ընդհանուր եղբայրական գերեզմանը։ На братских могилах не ставят крестов. Այստեղ իրենց վերջին հանգիստն են գտել մեր բազմաթիվ հայրենակիցները։ К ним кто-то приносит букеты цветов и вечный огонь зажигают. Здесь раньше вставала земля на дыбы, а нынче гранитные плиты. Здесь нет ни одной персональной судьбы, все судьбы в единую слиты. А в вечном огне видишь вспыхнувший танк, горящие русские хаты, горящий Смоленск и горящий Рейхстаг, горящее сердце солдата. Եվս մեկ անգամ շնորհավորում եմ վետերաններին հաղթանակի օրվա կապակցությամբ եւ մաղթում առողջություն։ Աստված ձեզ պահապան, մեր սիրելի վետերաններ։ Այսօր այսքանը, առայժմ ամբողջովին ձեր Ռաֆայել Հովանիսյան։ Не думай о секундах свысока, наступит время, сам поймешь, наверное. Свистят они, как пули у виска. Мгновение, мгновение, мгновение. Мгновения спрессованы в года. Мгновения спрессованы в столетия.
И я не понимаю иногда,